Այսօր մենք կուսումնասիրենք եվրոպական միջնադարի ամենահետաքրքիր ազդեցիկ գյուտերից մեկը վիճակախաղը։ Այս վավերագրական ֆիլմում դուք կբացահայտեք, թե ինչպես մի համակարգ, որը ստեղծվել էր ֆլամանդական փոքրիկ քաղաքի ֆինանսական ճգնաժամը լուծելու համար, վերածվեց մի երույթի, որն անցավ դարեր ու մայրցամաքներ։ Նախքան տեսանյութը շարունակելը, հիշեք բաժանորդագրվել ալիքին սրա նման ավելի շատ վավերագրական պատմությունների համար։ 1440 թվականն է։ Բրյուգեի Ֆլանդրիայի սրտում գտնվող բարգավաճ նավահանգստային քաղաքի նեղ ու ոլորուն փողոցներում օդը լցված է լարվածությամբ։ Արտրականներն արագ քայլում են ջրանցքների մոտով, որոնք քաղաքը կտրում են արծաթե երակների պես, բայց նրանց դեմքերը բացահայտում են մի մտահոգություն, որը դուրս է ամենօրյա գործերից։ Ինչ որ բան է պատահել։ Մի բան, որը ցնցել է այդ համայնքի հիմքերը, որը կպահանջեր աննախադեպ լուծում։ Բրյուգեն այն ժամանակ Եվրոպայի ամենահարուստ քաղաքներից մեկն էր։ Նրա ջուլհակները արտադրում էին բրդյա այնքան նուրբ գործվածքներ, որոնք ցանկալի էին ամբողջ մայրցամաքի ազնվականների համար։ Նրա բանկիրները տնօրինում էին հարստություններ, որոնք ֆինանսավորում էին պատերազմներ կառուցում տաճարներ։ Նրա նավահանգիստներն ընդունում էին արելքի համեմունքներով, Ֆրանսիայի գինիներով, Անգլիայի բրդով բեռնված նավեր։ Դա մի քաղաք էր, որտեղ փողը հոսում էր նրա ջրանցքների ջրի պես, որտեղ արհեստավորների համքարությունները դեֆերտջոմփ ունեին այնպիսի իշխանություն, որը մրցում էր հենց տեղի ազնվականության հետ։ Բայց այդ ամբողջ իշխանությունն ուներ իր գինը։ Համքարությունները կազմակերպություններ, որոնք միավորում էին յուրաքանչյուր արհեստի աշխատավորներին, դարձել էին այնքան ազդեցիկ, որ սկսեցին մարտահրավեր նետել հենց դքսի հեղինակությանը։ Եվ երբ արհեստավորների շահերի արիստոկրատիայի ցանկությունների միջ հակամարտությունը հասավ իր եռման գետին, բռնությունն անխուսափելի էր։ Ապստամբությունը բռնկվեց Բրյուգեի փողոցներում չոր ծղոտը լափող հերթեհի պես։ Համքարությունների անդամները, հիասթափված հարկերից, որոնք անարդար էին համարում, իրենց արտրի սահմանափակումներից, զենք վերցրին։ Խանութները թալանվեցին։ Գույքը ոչնչացվեց։ Արյունը ներկեց հրապարակների քարերը, որտեղ ավելի լավ օրերին արտրականները սակարկում էին իրենց ապրանքները Ֆլանդրիայի ոսկե արի տակ։ Նեթրինչ, Կերչը, Փիլիպոս Բարի, Բուրգունդիայի դուքսը մի մարդ էր, ով չէր հանդուրժում անհնազանդություն։ Կառավարելով մի հսկայական տարածք, որը ձգվում էր Նիդերլանդներից մինչ Ֆրանսիայի թագավորության սահմանները, նա իր հեղինակությունը կառուցել էր քաղաքական խորամանկության երկաթե Բրունսկի համակցության վրա։ Երբ Բրյուգեի ապստամբության լուրերը հասան նրա ականջին, նրա պատասխանը եղավ անմիջական գործանարար։ Քաղաքի վրա դրված տուգանքը վիթխարի էր։ Մի գումար, որն այնքան անհեթեթ բարձր էր, որ նույնիսկ Բրյուգեի լիքը գանձարանները բավարար չէին այն վճարելու համար։ Մունիցիպալ գանձապահները հաշվեցին ու վերահաշվեցին, թվերը միշտ պատմում էին նույն մռայլ պատմությունը։ Քաղաքը ֆինանսական գործանման եզրին էր։ Այն ամենը, ինչ նրանք կուտակել էին տքնաջան աշխատանքի բարգավաճ արտրի սերունդների ընթացքում, կուլ կգնար այդ պատժի կողմից։ Քաղաքի խորհրդականները հավաքվում էին նիստերի, որոնք ձգվում էին մինչ ուշ գիշեր։ Մոմերը հալվում էին կաղնե սեղանների վրա, մինչդեռ ալեխառն մորուքներով տղամարդիկ քննարկում էին լուծումներ, որոնք թվում էր միշտ փախչում էին իրենց ձեռքից։ Հարկերի բարձրացումն աներակայելի էր։ Բնակչությունն արդեն հոգնած էր դժգոհ ապստամբությունից դրա արյունալի ճնշումից հետո։ Քաղաքացիներից ավելի շատ փող գործելու ցանկացած փորձ կարող էր նորից բորբոքել ապստամբության գրակը։ Հենց այդ ժամանակ մեկը, ում անունը պատմությունը չի պահպանել, առաջարկեց մի գաղափար, որը կփոխեր իրադարձությունների ընթացքը։ Իսկ եթե քաղաքացիներին վճարել ստիպելու փոխարեն, նրանք կարողանային համոզել նրանց կամավոր ներդրում կատարել, իսկ եթե ատելի պարտավորության վճարումը վերածեին շահույթի հնարավորության, քաղաքն արդեն ուներ աջուրդների համակարգ որոշակի արտոնությունների համար։ Դրանցից ամենաշահութաբերը Ֆայցրչեպի Շրյոդեր պաշտոն էր գինի տեղափոխողների, ովքեր ունեին նավահանգստում տակառների փոխադրման մենաշնորհը։ Այս տղամարդիկ բացառիկ իրավունք ունեին բեռնաթափել տակառները նավերից, քաշ տալ դրանք քաղաքի փողոցներով իջեցնել իրենց հաճախորդների մառանները։ Այս աշխատանքի դիմաց նրանք կարող էին վճար գանձել յուրաքանչյուր տակառի համար, որն անցնում էր իրենց ձեռքով, մի եկամտի աղբյուր, որն այդ պաշտոնը դարձնում էր չափազանց ցանկալի։ Ավանդաբար, երբ մի ֆայցրչպ մահանում էր կամ թոշակի էր անցնում, նրա պաշտոնը քաղաքի կողմից վաճառվում էր ամենաբարձր գին առաջարկողին։ Հավաքված գումարը գնում էր քաղաքային գանձարան, մի նոր բեռնագիր ստանձնում էր պաշտոնը։ Դա պարզ արդյունավետ համակարգ էր, բայց այն օգուտ էր տալիս միայն նրանց, ովքեր ունեին բավարար միջոցներ աջուրդին մասնակցելու համար։ Հեղափոխական առաջարկն էր այդ աջուրդը վերածել այլ բանի։ Պաշտոնն ամենաբարձր գին առաջարկողին վաճառելու փոխարեն քաղաքը կվաճառեր տոմսեր մատչելի գներով։ Յուրաքանչյուր տոմս իր տիրոջը գտար հաղթելու հավասար հնարավորություն։ Կապ չուներ գնորդը հարուստ արտրական էր, թե համեստ կոշկակար, յուրաքանչյուր թղթի կտոր գրում էր հարստության նույն խոստումը։
1441 թվականին, երբ Նչաչբջեղտվ անունով Ֆալցրչիպ ի պաշտոնը թափուր մնաց, Բրյուգեի իշխանությունները որոշեցին փորձարկել իրենց նոր գաղափարը, բայց նրանք մի քայլ առաջ գնացին, մի քայլ, որը պարզ վիճակահանությունը կվերածեր իսկապես նորարարական մի բանի։ Բացի գլխավոր մրցանակից գինի տեղափոխողի ցանկալի պաշտոնից, նրանք կառաջարկեին երկրորդական մրցանակներ կանխիկ դրամով։ Այս որոշումը հանջարեղ քայլ էր։ Քաղաքում շատ մարդիկ ամենին հետաքրքրված չէին Ֆալցրչիպ դառնալով։ Աշխատանքը ծանր էր, պահանջում էր ֆիզիկական կազմվածք, որը ոչ բոլորն ունեին։ Բայց փող բոլորն էին ուզում։ Փող բոլորը կարող էին օգտագործել։ Եվ այսպես, հանկարծ մի վիճակահանություն, որը կհետաքրքրեր նավահանգստի միայն մի քանի աշխատողների, վերածվեց մի իրադարձության, որը գրավում էր ամբողջ բնակչությանը։ Տոմսերը էժան չէին այն ժամանակվա չափանիշներով արժանալով սովորական արհեստավորի մի քանի օրվա աշխատանքին հավասար գումար, բայց դրանք նա անհասանելի թանկ չէին։ Միջին գարկի արտրականը հեշտությամբ կարող էր ձեռք բերել մի քանիսը։ Ընկերների կամ հարանների մի խումբ կարող էր միավորվել տոմս գնելու հնարավոր շահույթը կիսելու համար։ Հնարավորությունը բաց էր բոլորի համար, այս ներառականությունը հիմնարար էր ձեռնարկի հաջողության համար։ Վիճակահանության օրը վերածվեց փառատոնի։ Բրյուգեի գլխավոր հրապարակում աշխատողները կանգնեցրին քաղաքի գույներով զարդարված փայտե բեմ։ Շեփորները հայտարարում էին արարողության սկիզբը, մինչդեռ հարյուրավոր քաղաքացիներ խմբվում էին յուրաքանչյուրը ձեռքում պահելով իր տոմսը, ասես դա թանկարժեք թալիսման լիներ։ Խոսակցությունների աղմուկը խառնվում էր շրջիկ վաճառողների կողմից վաճառվող սննդի հոտի հետ, ովքեր օգտվում էին ամբողից իրենց սեփական գործերն անելու համար։ Վիճակահանությունն անցկացնելու համար ընտրվեց մի երեխա։ Ընտրությունը պատահական չէր։ Մի անմեղ զերծ մանիպուլյացիայի որեգ ասկածից կերաշխավորեր, որ ոչ ոք չկարողանա հարցականի տակ դնել արդյունքի օրինականությունը։ Հուզմունքից կամ նյարդայնությունից դողացող մատներով երեխան ձեռքը մտցրեց մի մեծ զամբյուղի մեջ, որտեղ դրված էին բոլոր մասնագետների անունները։ Եվ հետո եկավ այն մասը, որն այս առաջին վիճակահանությունները կդարձներ այնքան հիշարժան։ Մասնագետները տոմսերի վրա չէին գրում իրենց անունները։ Դրա փոխարեն նրանք գրում էին արտահայտություններ, արածներ, բանաստեղծական տողեր կամ սրամիտ մեկնաբանություններ։ Երբ անունը հայտարարվում էր, իրականում հենց այդ արտահայտությունն էր արձագանքում հրապարակում առաջացնելով ծիծաղ, ծափեր կամ ճանաչման փսփսոցներ։ Ոմանք ընտրում էին կրոնական հավատքի հայտարարություններ։ Մյուսները կատակում էին արտրային կամ քաղաքական մրցակիցների հաշվին։ Կային մարդիկ, ովքեր օգտագործում էին հնարավորությունը արտահայտելու կարծիքներ, որոնք սովորաբար գաղտնի կպահեին պաշտպանված լինելով առեղծվածային տողի անանունությամբ։ Մի մասնագիծ գրել էր մի արտահայտություն, որը կարելի է մոտավորապես թարգմանել այսպես. Աստծո վրա եմ դնում իմ հույսը, իսկ պապից հեռու եմ մնում։ Մեկնաբանությունը, որն ակնհայտորեն քննադատական էր եկեղեցական իշխանությունների նկատմամբ, առաջացրեց զսպված ծիծաղի նյարդային հայացքների խառնուրդ ներկաների մեջ։ Այդ առաջին վիճակախաղի հաջողությունը գերազանցեց բոլոր սպասելիքները։ Հավաքված գումարը ոչ միայն օգնեց քաղաքին վճարել դքսի կողմից դրված տուգանքի մի մասը, այլ քաղաքային գանձարանում թողեց զգալի ավելցուկ։ Ավելի կարևոր է, որ այն ստեղծել էր մի մոդել, որը կարող էր անverջ կրկնվել։ Հաջորդ տարիներին Բրյուգեն կազմակերպեց ավելի շատ վիճակախաղեր։ Ամեն անգամ մրցանակները տարբեր էին։ Երբեմն դա արտոնյալ դիրք էր քաղաքային շուկայում, որտեղ արտրականը կարող էր տեղադրել իր տաղավարը ամենաշատ այցելվող վայրում։ Այլ ժամանակներ դրանք զուտ դրամական մրցանակներ էին։ Հավաքված գումարը ֆինանսավորում էր նախագծեր, որոնք օգուտ էին տալիս ամբողջ համայնքին քաղաքի պարիսպների ամրացումը, նոր ջրանցքների կառուցումը, հիվանդանոցների եկեղեցիների պահպանումը։ Բրյուգեի հաջողության լուրը արագորեն տարածվեց տարածաշրջանում։ Հարան քաղաքներն ուղարկում էին բանագնացներ սովորելու հավաքագրման այդ նոր համակարգի գաղտնիքները։ Դեչտֆը ունտամբնզոն կբժուճտնֆը դիչը բոլորն ուզում էին կրկնօրինակել այն մոդելը, որը ֆինանսական խնդիրը վերածել էր համայնքային տոնակատարության հնարավորության։ Այս իրադարձությունները նկարագրելու համար օգտագործվող տերմինը ծագել է միջին հոլանդերենի բառից, որը նշանակում է ճակատագիր կամ բախտ։ Դեթրացպրիը, ինչպես այն գոչվում էր, իր մեջ գրում էր այն գաղափարը, որ արդյունքները մարդկային վերահսկողությունից դուրս ուժերի ձեռքում են, որ պատահականության մեջ կար աստվածային արդարություն, որը որոշում էր, թե ով կորնվի հարստությամբ։ Հաջորդ տասնամյակների ընթացքում Բուրգունդյան Նիդերլանդներում այն տարածաշրջանում, որն այսօր ճանաչում ենք որպես Բելգիա, անցկացվեցին առնվազն 82 փաստաթղթավորված վիճակախաղեր։ Դրանցից յուրաքանչյուրը հետում էր Բրյուգեում հաստատված մոդելին հարմարեցնելով այն տեղական գարիքներին հանգամանքներին, բայց պահպանելով հիմնական տարրերը մատչելի գներով տոմսեր, բազմաթիվ մրցանակներ մասնակցությունը առավելագույնի հասցնելու համար, հանրային վիճակահանություն, որն իրադարձությունը վերածում էր հավաքական տոնակատարության։
Գաղափարը երկար չսպասեց սահմաններն անցնելու համար։ Նիդերլանդներ այցելող արտրականներն իրենց հետ տանում էին պատմություններ այդ արտասովոր վիճակահանությունների մասին։ Դիվանագետները նշում էին ֆլամանդացիների հնարամտությունը հանրային աշխատանքները ֆինանսավորելու նոր ձեր գտնելու հարցում առանց բնակչությանը հարկերով ճնշելու։ Մի քանի տասնամյակի ընթացքում վիճակախաղեր հայտնվեցին Գերմանիայում, Հռոմում, Ջենովայում, Վենեդիգում։ Ջենովայում վիճակախաղը ստացավ հատկապես հետաքրքիրց։ Իտալական քաղաքն ուներ քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքների վրա գրած գալու ավանդույթ։ Քաղաքացիները ենթադրություններ էին անում, թե որ թեկնածուները կընտրվեն։ Խաղի միծ, որը համատեղում էր քաղաքական գիտելիքները պատահականության հուզմունքի հետ, բայց ընտրությունները տեղի էին ունենում տարեկան ընդամենը 2 անգամ, ինչը սահմանափակում էր գրած գալու հնարավորությունները։ Անանուն մի ձեռնարկատեր այն ժամանակ փայլուն գաղափար ունեցավ։ Իսկ եթե թեկնածուների անունները փոխարինեին թվերով, այսպես ծնվեց ժամանակակից վիճակախաղի ամենաճանաչելի ձերից մեկը, որտեղ մասնագետները գրած են գալիս թվային համակցությունների վրա անունների կամ արտահայտությունների փոխարեն։ Մինչդեռ Եվրոպայի այլ մասերում վիճակախաղը բացահայտվում էր որպես հավակնոտ նախագծերի ֆինանսավորման գործիք։ Անգլիայում Եղիսաբեթ Ջ. թագուհին կանգնած էր մարտահրավերների առաջ, որոնք պահանջում էին միջոցներ, որոնք շատ ավելին էին, քան ավանդական հարկերը կարող էին ապահովել։ Թագավորությունը շրջապատված էր սպառնալիքներով։ Կաթոլիկ Իսպանիան այն ժամանակվա գերիշխող տերությունը։ Բողոքական Անգլիան տեսնում էր որպես հերետիկոսություն, որը պետք է արմատախիլ արվեր։ Ներխուժումը կարող էր լինել ցանկացած պահի, երկիրը պատրաստ չէր։ Անգլիական նավահանգիստները շտապ վերանորոգման կարիք ունեին։ Ռազմածովային նավատորմը բավարար չէր իսպանական գալեոններին դիմակայելու համար։ Ափամերձ պաշտպանությունը վատ վիճակում էր։ Սըր Վոլթրոթ Չջիրտը Եղիսաբեթի խորամանկ պետքարտուղարը լավ գիտեր Նիդերլանդներում վիճակախաղերի հաջողության մասին։ Նա թագուհուն առաջարկեց, որ Անգլիան ընդունի նույն համակարգը։ 1567 թվականին հայտարարվեց անգլիական առաջին պետական վիճակախաղը։ Լոնդոնում փակցված պաստառները խոստանում էին հոյակապ մրցանակներ, ներառյալ 5000 ֆունտ առաջին տեղի համար։ Եղիսաբեթը նույնիսկ մասնագետներին առաջարկեց ժամանակավոր անձեռնմխելիություն որոշ փոքր հանցագործությունների համար, ձերբակալությունից արտացոլելով այդ անհանգիստ ժամանակները։ Չնայած ամբողջ քարոզչությանը, անգլիական վիճակախաղը չունեցավ սպասված հաջողությունը։ Տոմսերն արժեին 10 շիլլինգ յուրաքանչյուրը մի գին, որը բացառում էր բնակչության ճնշող մեծամասնությանը։ Երբ սկզբնական ժամկետը լրացավ, հասանելի 400,000 միավորների 10%-ից պակասն էր վաճառվել, ինչը ստիպեց Եղիսաբեթին հետաձգել վիճակահանությունը։ Վիճակահանությունը վերջապես տեղի ունեցավ 1569 թվականի հունվարին Լոնդոնի հին Սուրբ Պողոսի տաճարի դիմաց։ Գործընթացը չափազանց երկար տեց։ Քանի որ մրցանակները կրճատվել էին վաճառված տոմսերի քանակին համամասնորեն, կազմակերպիչները պետք է վերահաշվարկեին յուրաքանչյուր վճարում անհատապես։ Ասվում է, որ ամբողջ վիճակահանությունը տել է 4 ամիս, իսկ պաշտոնյաներն աշխատել են օրեցօր բոլոր մուտքերը մշակելու համար։ Ինչպես Բրյուգեում ավելի քան 1 դար առաջ, անգլիացի մասնագետները նույնպես իրենց տոմսերի վրա գրում էին արտահայտություններ իրենց իրական անունների փոխարեն։ Այդ արտահայտություններից մի քանիսը պահպանվել են պատմական արխիվներում, տալով հետաքրքիր պատկերացում այն ժամանակվա սովորական մարդկանց հույսերի, վախերի հումորի մասին։ Մի մասնագետ գրել էր աղոթք իր 20 երեխաների առողջության համար, զարմանալիորեն մեծ ընտանիք նույնիսկ այն ժամանակվա չափանիշներով։ Մեկ ուրիշը քննադատական ակնարկ էր արել Պապին արձագանքելով հակակաթոլիկ տրամադրություններին, որոնք համագել էին անգլիական հասարակությունը Հռոմից բաժանվելուց հետո։ Եղիսաբեթի վիճակախաղը գուցե արտրային հաջողություն չունեցավ, բայց այն կարևոր նախադեպ ստեղծեց։ Այն ցույց տվեց, որ կառավարությունը կարող է օգտագործել վիճակախաղի մեխանիզմը ազգային շահերից բխող նախագծեր ֆինանսավորելու համար։ Մի դաս, որը կհիշվեր կկիրառվեր հաջորդ դարերում։ Վերադառնանք եվրոպական մայրցամաք, որտեղ միջնադարյան վիճակախաղերը շարունակում էին զարգանալ բազմանալ։ Իտալիայում 15-րդ դարի արտրականները մշակել էին համակարգի իրենց սեփական տարբերակները։ Արտրային վիճակախաղեր էին կազմակերպվում այն ապրանքները վաճառելու համար, որոնք այլապես կարող էին մնալ պահեստներում։ Պարզապես գները իջեցնելու փոխարեն, ինչը կարող էր վնասել ապրանքների հեղինակությանը, արտրականներն առաջարկում էին արժեքավոր իրեր շահելու հնարավորություն դրանց իրական արժեքի մի փոքր մասի դիմաց։ Իտալական կառավարությունները երկար չսպասեցին պոտենցիալը հասկանալու համար։ Պետական վիճակախաղեր հիմնվեցին մի քանի քաղաք-պետություններում, որոնցից յուրաքանչյուրը մոդելը հարմարեցնում էր իր հատուկ կարիքներին։ Հռոմում հավաքված միջոցները օգնում էին ֆինանսավորել պապական հավակնոտ շինությունները, որոնք քաղաքը վերածում էին կաթոլիկ իշխանության ցուցափեղկի։ Վենետիկում վիճակախաղերի փողը նպաստում էր հզոր զինանոցի պահպանմանը,
որը հանրապետությունը պահում էր որպես ծովային տերություն միջերկրական ծովում։ Վիճակախաղերի անցկացման ձը նույնպես զարգացավ ժամանակի ընթացքով։ Որոշ քաղաքներ մշակեցին այն, ինչը հայտնի դարձավ որպես դասակարգային վիճակախաղ, ավելի բարդ համակարգ, որտեղ տոմսերը խաղարկվում էին առաջադեմ սերիաներով, ընդ որում մրցանակների արժեքը մեծանում էր յուրաքանչյուր փուլում։ Կարևոր է նշել, որ միջնադարյան վիճակախաղերը չէին դիտվում նույն կերպ, ինչպես այսօր հաճախ ընկալվում են մոլախաղերը։ Այն ժամանակվա մտածելակերպում հստակ տարբերակում կար հմտությունից կամ մանիպուլյացիայից կախված իրադարձությունների վրա գրած գալու վիճակահանությանը մասնակցելու միջ, որտեղ արդյունքը որոշվում էր բացառապես աստվածային նախախնամությամբ։ Այն ժամանակվա շատ աստվածաբաններ պնդում էին, որ վիճակախաղը ռեսուրսների բաշխման ընդունելի ձև է, քանի որ որոշումը դնում է Աստծո ձեռքում։ Եթե ինչ-որ մեկը մրցանակ էր շահում, դա այն պատճառով էր, որ նա ընտրվել էր բարձրագույն ուժի կողմից։ Եթե պարտվում էր, դա այն պատճառով էր, որ դա իր ճակատագիրը չէր։ Այս կրոնական արդարացումն օգնեց օրինականացնել վիճակախաղերը հասարակություններում, որտեղ եկեղեցին հսկայական ազդեցություն ուներ առօրյա կյանքի վրա։ Պատահական չէ, որ միջնադարյան վիճակախաղերից շատերն ունեին հստակ կրոնական նպատակներ։ Եկեղեցիներն ու վանքերը կազմակերպում էին վիճակահանություններ ֆինանսավորելու նոր տաճարների կառուցումը, սուրբ մասունքների ձեռքբերումը կամ հիվանդանոցների ու որբանոցների պահպանումը։ Այս վիճակախաղերին մասնակցելը դիտվում էր գրեթե որպես բարեգործական գործողություն ընդհանուր բարօրությանը նպաստելուց, միաժամանակ նյութական պարկ ստանալու հնարավորություն ունենալով։ Միջնադարյան վիճակախաղերի կազմակերպիչները բախվում էին զգալի լոգիստիկ մարտահրավերների։ Շարժական տիպի տպագրությունից առաջ յուրաքանչյուր տոմս պետք է պատրաստվեր անհատապես։ Վաճառքի գրառումները պահվում էին ձեռագիր գրքերում, իսկ գրագիրները երկար ժամեր էին աշխատում յուրաքանչյուր գործարք փաստաթղթավորելու համար։ Վիճակահանությունն ինքնին պահանջում էր մանրակրկիտ վերահսկողություն երաշխավորելու համար, որ ոչ ոք չկարողանա մեղադրել կազմակերպիչներին խարդախության մեջ։ Թափանցիկությունը հիմնարար էր։ Վիճակախաղերը հանրային միջոցառումներ էին հենց այն պատճառով, որ համայնքը պետք է վկայեր, որ ամեն ինչ արվում է արդարացիորեն։ Հրապարակում կանգնեցված բեմը, վիճակահանության համար ընտրված անմեղ երեխան, յուրաքանչյուր հաղթող տոմսի բարձրաձայն ընթերցումը։ Այս բոլոր տարրերը մտածված էին համակարգի նկատմամբ վստահություն ստեղծելու համար, եւ դա աշխատում էր թույլ տալով վիճակախաղերին ձեռք բերել հուսալիության համբավ, որն ապահովեց դրանց գոյատումն ու ընդլայնումը դարերի ընթացքում։ Վիճակախաղերն ունեին նա սոցիալական գործառույթ, որը դուրս էր պարզ դրամահավաքից։ Դրանք ստեղծում էին համայնքային միասնության պահեր մի ժամանակաշրջանում, երբ հավաքական տոնակատարության հնարավորությունները համեմատաբար հազվադեպ էին։ Վիճակահանության օրը ոչ պաշտոնական տոն էր, առօրյա աշխատանքը մի կողմ դնելու անհատական առօրյայից ավելի մեծ բանի մասնակցելու առիթ։ Հրապարակներում, շուկաներում, որտեղ անցկացվում էին վիճակահանությունները, սոցիալական տարբեր շերտերի մարդիկ խառնվում էին այնպես, ինչպես սովորաբար տեղի չէր ունենում միջնադարյան խիստ հիերարխիկ հասարակության մեջ։ Հարուստ արտրականը կանգնած էր համեստ արեստավորի գողքին, երկուսն էլ հավասարապես անհամբեր լսելու իրենց տողերի ընթերցումը։ Դա ժամանակավոր սոցիալական հավասարեցնող էր, մի պահ, երբ բախտը կարող էր ժպտալ ցանկացածին անկախ ծնունդից կամ դիրքից։ Տոմսերի վրա գրված տողերն ու արտահայտությունները նա ծառայում էին որպես ժողովրդական արտահայտմանց։ Այն ժամանակաշրջանում, երբ մարդկանց մեծ մասն անգրագետ էր, որտեղ խոսքի ազատությունը գոյություն չունեցող հասկացություն էր, վիճակախաղն առաջարկում էր ելքի ուղի։ Պաշտպանված լինելով առեղծվածային արածի կամ երկիմաստ տողի անանունությամբ մասնագիծը կարող էր արտահայտել զգացմունքներ, որոնք սովորաբար թաքուն կպահեր։ Իշխանությունների հասցեին քողարկված քննադատությունները, անհաշտ հարանների հաշվին գատակները, սիրո խոստովանությունները, կյանքի դժվարությունների մասին ողբերը այս ամեն արտահայտություն էր գտնում վիճակախաղի տոմսերի վրա գրված արտահայտություններում։ Կազմակերպիչները վիճակահանության ժամանակ բարձրաձայն կարդալով այդ արտահայտությունները, ակամա դառնում էին անանուն ձայների երգչախմբի խոսնակներ, որոնցից յուրաքանչյուրը մի քանի բառով պատմում էր իր սեփական պատմությունը։ Կար նա ստեղծագործական մրցակցության տար։ Ժամանակի ընթացքում պատվի հարց դարձավ գրել ամենասրամիտ արտահայտությունը, ամենանրբագեղ տողը, ամենազվարճալի կատակը։ Մասնագետները նախապես պատրաստվում էին հաղգելով իրենց ստեղծագործությունները նախքան դրանք տոմսերի վրա գրելը։ Այն պահը, երբ իրենց արտահայտությունը կարդացվում էր հանրության առջ, հնարավորություն էր փայլելու համայնքի առջ, նույնիսկ եթե ոչ ոք հստակ չգիտեր, թե ով է հեղինակը։ Քանի որ 15-րդ դարն իր տեղը զիջում էր 16-րդին, վիճակախաղերը դառնում էին ավելի ու ավելի բարդ կանոնակարգված։ Կառավարությունները հասկացան, որ հավաքագրման այս նոր գործիքը պետք է վերահսկվի չարաշահումներից խուսափելու համար։ Մասնավոր վիճակախաղերը, որոնք կազմակերպվում էին անհատների կամ խմբերի կողմից զուտ շահույթ ստանալու նպատակով, աստիճանաբար արգելվեցին շատ վայրերում։ Տրամաբանությունը պարզ էր։ Եթե վիճակախաղը հավաքագրման ձեր միջոցները պետք է օգուտ բերեին համայնքին,
այլ ոչ թե հարստացնեին անհատներին։ Բացի այդ, մասնավոր վիճակախաղերն ավելի դժվար էր վերահսկել, ավելի հակված էին խարդախությունների։ Վիճակահանություններ կազմակերպելու իրավունքը սահմանափակելով հանրային իշխանություններով կամ կառավարության կողմից հաստատված կազմակերպություններով կարգավորողները հույս ունեին պահպանել համակարգի ամբողջականությունը։ Այս անցումը տարերային ապակենտրոնացված ելույթից դեպի կանոնակարգված հանրային քաղաքականության գործիք արտացոլում է ժամանակի ավելի լայն միտումը։ Եվրոպական պետությունները դառնում էին ավելի կազմակերպված, ավելի բյուրոկրատական, ավելի գիտակից իրենց դերին որպես հավաքական կյանքի կառավարիչներ։ Վիճակախաղը, որը ծնվել էր ճգնաժամի մեջ գտնվող քաղաքի անհրաժեշտությունից ստեղծագործականությունից, դարձել էր ինստիտուտ։ Վիճակախաղերի միջոցով հավաքված միջոցները ֆինանսավորեցին դարաշրջանի որոշ մեծագույն ձեռքբերումներ։ Հիվանդանոցները, որոնք խնամում էին հիվանդներին, ապաստարանները, որոնք տեղավորում էին որբերին, հաճախ կախված էին վիճակախաղերից իրենց գոյատման համար։ Եկեղեցիները, որոնք այսօր էլ տիրում են եվրոպական քաղաքների հորիզոններին, կառուցվել են հուսալից քաղաքացիներին վաճառված տոմսերի փողերով։ Պարիսպները, որոնք պաշտպանում էին համայնքները ներխուժողներից, ամրացվել են հանրային վիճակահանություններով հավաքված միջոցներով։ Դա տպավորիչ ժառանգություն է մի համակարգի համար, որը սկսվեց որպես իմպրովիզացված լուծում կոնկրետ ֆինանսական խնդրի համար։ Բրյուգեի խորհրդականները, որոնք հավաքվել էին մոմերով լուսավորված այդ սենյակում գրեթե 600 տարի առաջ, չէին կարող պատկերացնել իրենց ստեղծագործության ազդեցության աստիճանը։ Նրանք պարզապես փորձում էին գտնել տուգանքը վճարելուց առանց նոր ապստամբություն հրահրելու։ Դրա փոխարեն նրանք հորինեցին արմտյան քաղաքակրթության ամենատական ամենուրեք հանդիպող ինստիտուտներից մեկը։ Միջնադարյան վիճակախաղն իր էությամբ սոցիալական տեխնոլոգիա էր։ Ոչ թե մետաղից ատամնանիվներից կազմված մեքենա, այլ կանոնների գործելակերպերի մի ամբողջություն, որը թույլ էր տալիս համայնքին կամավոր կերպով միջոցներ հավաքել, հույսը հավասարապես բաշխել հավաքական տոնակատարության պահեր ստեղծել։ Դա իր տեսակով նույնքան հեղափոխական գյուտ էր, որքան տպագրությունը կամ կողմնացույցը, դրա ազդեցությունը մարդկության պատմության վրա նույնքան խորն էր։ Իհարկե, ամեն ինչ չէր, որ կատարյալ էր։ Կային մարդիկ, ովքեր քննադատում էին վիճակախաղերը որպես աղքատների միամտությունը շահագործելուց, որպես փող գործելու միջոց նրանցից, ովքեր ամենակիչն էին կարող իրենց թույլ տալ գործնել այն հարստության անհավանական խոստումների դիմաց։ Այս քննադատությունները, որոնք այսօր էլ արձագանքում են մոլախաղերի մասին բանավեճերում, արդեն գոյություն ունեին միջնադարում։ Բայց համակարգի պաշտպանները պնդում էին, որ մասնակցությունը կամավոր է, որ մրցանակներն իրական են, որ հավաքված միջոցները շահավետ են ամբողջ համայնքի համար։ Աշխատավորը, ով իր մի քանի օրվա աշխատավարձը ծախսում էր վիճակախաղի տոմսի վրա, ինչ որ առումով ներդրում էր անում իր սեփական քաղաքում նպաստելով նախագծերին, որոնք կբարելավեին իր հարանների կյանքը, նույնիսկ եթե նա չշահեր գլխավոր մրցանակը։ Այսպես են աշխատում մեծ նորարարությունները։ Դրանք հազվադեպ են հորինվում միանգամից մեկ միայնակ հանճարի կողմից։ Դրա փոխարեն դրանք առաջանում են հավաքական գործընթացներից, փորձերից սխալներից, հարմարեցումներից աստիճանական բարելավումներից։ Միջնադարյան վիճակախաղը կոնկրետ խնդրի բախված համայնքի արդյունքն էր, որը փորձարկում էր լուծումներ, սովորում արդյունքներից կիսում այդ գիտելիքը ուրիշների հետ։ Հաջորդ անգամ, երբ կանցնեք վիճակախաղի կետի մոտով կամ կտեսնեք մեծ վիճակահանության գովազդ, հիշեք այս պատմությունը։ Հիշեք Բրյուգեի նեղ փողոցները, տուգանքը, որը գրեթե կործանեց մի քաղաք, փայլուն գաղափարը, որը ճգնաժամը վերածեց տոնակատարության։ Եվ եթե դուք երբե մասնակցել եք վիճակախաղի, իմացեք, որ դուք այս պատմության մի մասն եք։ Դուք դարերով ձգվող շղթայի ամենաթարմ օղակն եք, որը ձեզ կապում է այն արտրականների արհեստավորների հետ, ովքեր խմբվում էին միջնադարյան հրապարակներում անհամբեր սպասելով լսելու իրենց տողերի բարձրաձայն ընթերցումը։ Դուք մի ավանդույթի ժառանգորդն եք, որը սկսվեց անհրաժեշտությունից ծաղկեց հույսով, որը ծնվեց ճգնաժամից վերածվեց տոնակատարության։ Ինչպես Բրյուգեի այդ առաջին մասնագետները չէին կարող պատկերացնել ապագան, որը նրանք օգնում էին ստեղծել, մենք նույնպես չենք կարող իմանալ, թե ուր կտանի մեզ այս ավանդույթը։ Նոր տեխնոլոգիաներ կհայտնվեն, նոր ձաչափեր կմշակվեն, նոր մրցանակներ կառաջարկվեն։ Բայց քանի դեռ գոյություն ունի մարդկային հույսը, քանի դեռ համայնքները փնտրում են միավորվելու իրենց հավաքական երազանքները ֆինանսավորելու ձեր, վիճակախաղը կշարունակի գոյություն ունենալ միշտ զարգանալով, բայց հավատարիմ մնալով իր սկզբնական էությանը։ Սա միջնադարյան վիճակախաղերի պատմությունն է։ Ճգնաժամի ստեղծագործականության, պատժի տոնակատարության, անհրաժեշտության հույսի պատմություն։ Մի պատմություն, որը սկսվեց Ֆլանդրիայի հրապարակներում, տարածվեց ամբողջ աշխարհում, որն անցավ դարեր շարունակում է ապրել այսօր։ Մի պատմություն, որն ինչ-որ առումով բոլորիս պատմությունն է մեր երազելու, միավորվելու, մեր ունեցածը մեր ցանկացածի վերածելու ունակության մասին։ Եթե դուք հասել եք մինչ այստեղ, շնորհակալություն ենք հայտնում ժամանակի միջով այս ճանապարհորդությանը հետելու համար։ Սրա նման պատմությունները մեզ հիշեցնում են,
որ ներկան միշտ կառուցված է անցյալի հիմքերի վրա, որ ամենատական նորարարությունները հաճախ ծնվում են ամենահրատապ կարիքներից։ Եթե ձեզ դուր եկավ այս վավերագրական ֆիլմը, ցանկանում եք շարունակել ուսումնասիրել մեր աշխարհը ձավորած հետաքրքիր պատմությունները, բաժանորդագրվեք մեր ալիքին։ Յուրաքանչյուր բաժանորդագրություն օգնում է մեզ շարունակել արտադրել այսպիսի բովանդակություն լույս սփռելով մարդկության պատմության մոռացված դրվագների վրա։ Թողեք նա ձեր մեկնաբանությունը պատմելով, թե այս պատմության որ կողմն ամենաշատը գրավեց ձեր ուշադրությունը։ Չմոռանաք կիսվել ընկերների հետ, ովքեր նույնպես սիրում են բացահայտել այն իրերի զարմանալի ծագումը, որոնք մենք առօրյա ենք համարում։ Ի վերջո, ինչպես Բրյուգեի քաղաքացիները գրեթե 600 տարի առաջ, մենք նույնպես միասին ինչ-որ բան ենք կառուցում տոմս առ տոմս, պատմություն առ պատմություն, հանդիսատես առ հանդիսատես։